Երեկ Մոսկվայում տեղի ունեցավ սիրված երգչուհի Տաթև Ասատրյանի մենահամերգը, որը կրկին հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում։ Համերգը անցել է լի դահլիճում, հավաքելով շուրջ 16,000 հանդիսատես։ Տաթևն իր հետ Մոսկվա էր տարել նաև փոքրիկ Նժդեհին, ում հետ նրա կապը ավելի ամրապնդվեց «Ես կամ» նախագծից հետո։ Երգչուհին շարունակում է աջակցել փոքրիկին, օգնելով նրան կառուցել սեփական ապագան։ Ամերգի ընթացքում Տաթևը բեմից հնչեցրեց նաև երախտիկի խոսքեր, հատուկ շնորհակալություն հայտնելով ամուսնուն Նարեկին, ով մշտապես նրա կողքին է եւ սատարում է բոլոր հարցերում։ Ես ուզում եմ տալ մարդու անուն, ում ուսերին է կյանքի եւ կարիերայի ամբողջ պատասխանատվությունը։ Իմ բոլոր համերգների ամենակարևոր որոշումները կայացնեմ։ Իմ բոլոր երգերի, որ սիրում եք եղել, իմ Նարեկին։ Եկեք բարձր ծափանենք։ Իսկ ինչի չասեմ, որ ես երբեք գրել եմ իր համար, ովքեր չգիտեն ասեմ, որ Նարեկը իմ անես է։ Էդ էլ իմացի։ Ուզում եմ սիրելիներս, երգեմ ես երգը, դուք էլ առիթ նվիրեք ձեր սիրելիներին։ Ինչի չէ որ։ Գնացինք։ Համերգն առանձնահատուկ քննարկումների առիթ դարձավ այն բանից հետո, երբ պարզվեց, որ հանդիսատեսի շարքում ներկա է եղել ադրբեջանցի բլոգեր։ Վերջինս տեսանյութ է հրապարակել նշելով 16,000 հայերի մեջ մեկ ադրբեջանցի կա։ Սա մեծ արձագանք է գտել սոցցանցերում։ Երգչուհին բազմիցս է անկեղծացել իր անցած դժվարին ճանապարհի մասին։ Նրա հաջողության պատմությունը ներշնչանքի աղբյուր է դարձել շատերի համար։ Դե ինչ, մնացեք մեզ հետ։ Թամարա Քալանթարյան, Օրագիր Նյուզ։